Ես կներկայացնեմ 50-րդ շաբաթվա ընթացքում սուրշնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը, շարունակում է դիտվել ակտիվություն սուրշնչառական վարակներով պայմանավորված 50-րդ շաբաթվա ընթացքում գրանցվել է սուրշնչառական վարակներով պայմանավորված 15151 դիմելիություն, ինչը համեմատած նախորդ շաբաթվա հետ բարձր է 1.2 անգամ։ Գրանցված դեպքերի 80%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Առավել բարձր հիվանդության ցուցանիշ գրանցվել է Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում եւ Երևան քաղաքում։ Ինչ տիպի վիրուսներ են հիմնականում շրջանառվում են այս պահին գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, բոկավիրուսի եւ ռինովիրուսի հարուցիչները։ Նախորդ տարվա համեմատ ինչ որ նոր հարուցիչներ կան, թե հիմնականում նույնն է սեզոնին բնորոշ։ Ոչ, սեզոնին բնորոշ հարուցիչներ են շրջանառում, բայց կուզեմ առանձնացնել, որ այս պահին գերակշռում է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի շրջանառությունը։ Իսկ մի փոքր կմանրամասնեք, թե ինչպես է դա արտահայտվում, ինչ ախտանշաններ են լինում։ Հիմնականում սուրշնչառական վարակների դեպքում ախտանշանները նույնն են՝ ընդհանուր թուլություն, հարբուխային վիճակ, այսինքն քթահոսություն, հազ, փռշտոց, ջերմության բարձրացում, իսկ գրիպի դեպքում փոքր առանձնանում են ախտանշանները, որ լինում է ավելի սուր սկիզբը հիվանդության եւ հետո կարող են միանալ նոր հարբուխային երևույթները կամ ոչ եւ նաեւ ջերմությունն ավելի բարձր լինում եւ հաճախ լինում է ոչ կառավարելի։ Իսկ թոքաբորբի ռիսկը մեծ է, կարծես թե վերջի շրջանում նկատում ենք, որ հաճախակի է։ Այո, գրիպի դեպքում թոքաբորբի ռիսկը ավելի բարձր է։ Իսկ այս դիմելիության ցուցանիշների մեջ կան թոքաբորբի ցուցանիշներ։ Այո, թոքաբորբի հետ կապված կարող եմ ներկայացնել տվյալները։ Առաջնային պահպանման կազմակերպություններ դիմել են 50-րդ շաբաթվա ընթացքում 937 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 1.3 անգամ։ Իսկ թոքաբորբի ռիսկը ավելի շատ փոքրիկ երեխաների մոտ է, ծանր ընթացք ունենում, ոնց է։ Իրականում թոքաբորբի դեպքում ավելի հաճախ, այո, միշտ մեր խոցելի խումբը 0-18 տարեկան երեխաներն են լինում։ Ընդհանուր առմամբ մեր մոտ 0-18 տարեկանների մեջ ավելի գերակշռում են 0-14 տարեկանները։ Այս դիմելությունը, որ դուք նշեցիք, եւ հիվանդանոցային եւ պոլիկլինիկաները չէ նկատի ունեք։ Կոնկրետ դիմելությունը վերաբերում է պոլիկլինիկաներին։ Իսկ հոսպիտալացումների մասով ինչ պատկեր ունենք։ Հոսպիտալացումների մասով կարող եմ ասել 50-րդ շաբաթվա ընթացքում, որ ունեցել ենք 1055 հոսպիտալացում, ինչը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 1.1 անգամ։ Եվ այս հոսպիտալացումների 91.7%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները։ Իսկ այս հոսպիտալացումների ցուցանիշը ինչի մասին է խոսում, կարող ենք ասել, որ բուժ հաստատությունները ծանրաբեռնված են այս փուլում, թե ոչ։ Թե դա սեզոնին բնորոշ ակտիվություն։ Իրականում, այո, սեզոնին բնորոշ ակտիվություն է, չնայած նրան, որ նախորդ շաբաթվա համեմատ բարձր է, բայց դա համահունչ է